Mēs zainerı փորձում ենք խնայենք, որ մի քանի օր հետո բանը չայթ մենք էլի առանց զայներս կորցրած։ Ես իմ կյանքում այսքան խոսած չկամ, ոնց որ ես վերջի 2 շաբաթ։ Ավելի շատ գործ եմ արդեն։ Սենց գործ ունեն, ողջունում եմ։ Կոնկրետ գործ լինի, գործադիրի մարդ եմ, թեկուզ դեռ 89 թվականի պատգամավոր էի ընտրվել, բայց սենց մեկ նիստ գնալուց հետո հասկացա, որ չէ, իմը պրակտիկ գործն է։ Ծրագրավոր էր նպատակ դնել եւ առաջ գնալ եւ բարոյապես նաեւ բավարարված զգալ, երբ որ քո ծրագիրը ցենց ամբողջությամբ անես։ Մի բան էլ ավել։ Ուրեմն վստահ եղեք, որ հիմա էլ նույնն է լինելու։ Մենք բավական ցենց ագեցված ծրագիր ենք կազմել, անելիքները շատ են, պատրաստականություն եւ կամք ունենք եւ կարող եմ միանշանակ ասել չկատարված խոստում ես իմ կյանքում չունեմ։ Հիմա դիմում եմ ձեզ։ Արեք հնարավորը, ասենց որ ես գիշերցել եք աշխատեմ։ Այդ գործում լավ է։ Այդ գործում լավ է։ Բայց հիմա ձեր հետ նաեւ սովորում ենք ավելի շատ խոսալ, որովհետեւ կյանքը հիմա այնպեսին է սոցցանցերի պարագայում, որ առանց խոսալ չի լինի։ Մարդկանց պիտի գնաս, համոզես, պետք է կարողանաս նաև այդ սպանությունը ներշնչել և ցավոք այսօր մարդկանց մանիպուլացնելու, մարդկանց խաբելու գործիքակազմը շատ մեծ։ Ես անկեղծ ասեմ, իմ փորձով նույնիսկ ես չէի մտածում, թե մարդկանց կարելի է այս չափով, այս ձևի վարպետորեն խաբել, հոգությունը ուրիշ բան անել, դու ձախողով ես, այդ ձախողումը մեկ ուրիշի վրա գցես։ Սա վարպետ է դառնում, ես չեմ կարող այդ տեսանկյունից մրցել այս մարդկանց հետ, բայց խոստանալ, գործ բռնել, գործը միջև վերջ տանել, այդ հարցում չեմպիոններ ես եմ։ Մեկը մի գործում ալավ, մյուսը մեկ ուրիշ գործում ալավ։ Ուրեմն հույս ունեմ, որ դուք կողմնորոշված եք, դուք աշխատեք ձեր ընկեր, հարևանների հետ եւ առաջի խնդիրը իհարկե հանել այն վտանգները, որ այսօր երկրի առջև կան։ Վտանգները լուրջ են։ Գիտակցում են, թե չէ շատերը ես չգիտեմ, իմ տպավորությունը, որ այս իշխանությունը չի գիտակցում, թե ուր է մեզ տանում։ Ուղղակի չի գիտակցում։ Այսօր միայն, ասենք ասենք, մեքենայում գալուց վարահոսը, որ նայեցի այն հայտարարությունները, որ Ռուսաստանից է հնչեցվում, իմ մոտ լուրջ մտահոգություն է առաջացել։ Ես մոտ 2 ամիս է դրա մասին խոսում եմ, մի հրահարեք, մի բզեք, զգուշ եղեք, այդ երկրից շատ բանակախված մեր ժողովրդի բարեկեցության առումով։ Թե ինչ են ուզում չգիտեմ։ Ուրեմն պետք է հասկանանք, որ այս ընտրությունը նաև ճակատագրական է։ Իսկապես ճակատագրական է։ Մենք, եթե ուզում ենք նոր արհավիրքներ չունենալ Հայաստանում, ուրեմն պետք է ճիշտ ընտրություն անենք։ 16 մերժում ենք, 17 քվեարկում ենք։